Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, ինչու է ձեր գյուղը այսպես հատուկ ուշադրության կենտրոնում հայտնվել։ Ոստիկանները, 6 ոստիկանական մեքենա, այսքան ռեսուրս, եկեք ցույց տամ, այս մեկը, ահա խնդրեմ, երկրորդը, այնտեղ երրորդը կա կանգնած, խնդրեմ, ես իմ տեսախցիկով ցույց եմ տալիս։ Եվ 6-ը պատարագի եկողը մեքենայի մեջ է մնում ու հետն էլ փոշիացնում է փողերը, հա, պետության։ Ես Սյուզին եմ Բադոյան, իդեպ ես էլ եմ այս մարզից։ Այս մարզից եմ ես, բաղազապես Երևանում եմ ապրում։ Բայց մարզը տարբեր նախկին շրջաններ ու ոչ շրջանից։ Ես վդից եմ։ Լավ, ասեք տեսնեմ ինչի է այսօր այսպես ոստիկանական բաներով հսկվում։ Երեք փորձել են ճնշումներ բանեցնել, որպեսզի քահանան այստեղից դուրս գա, ասեն նույնիսկ կողպեկը կփոխենք։ Գիտեք, այս յուղը ափսոսում եմ, որ երեք ներկա չեմ եղել։ Ինչ կանեիք, որ ներկա լինեիք, պարոն Մարտիրոսյան։ Բանակցել եւ հաշտության եզրին։ Հիմա գյուղապետը ներսում է, պատարագի է մասնակցում, ինձ այդպես ասեցին։ Չի մասնակցում, հա չի զեղչելու Կաթողիկոսյանունը չի մասնակցում։ Ով չի զեղչել։ Տեր Արտաշեսը։ Հա, Տեր Արտաշեսը չի զեղչել։ Բայց ասացին, որ այստեղ է եղել եւ Ես եկել եմ, որ հանդիպեմ նաեւ իրեն։ Ահա։ Նաեւ բաներով դեռ մի գյուղից եմ։ Ինչ կփոխի դա ձեր կարծիքով։ Գիտեք, պետք է Հաշիվանը չի փոխի։ խոսել իրար հետ։ Խոսել, բացատրել։ Իսկ ձեր կարծիքով իրենք չեն հասկանում, պարզապես հանձնարարություն չեն կատարում։ Ձեր կարծիքով իսկապես մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում։ Պարոն Մարտիրոսյան։ Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, որտեղ մարդիկ տարբեր։ Վարչական աշխատողներ են նրանք, ինչպես ասում են, այդպես էլ անում են, ինչը ձեր կարծիքով ոստիկանը չի հասկանում, ինքը ինչ է այստեղ։ Այդ նույն ոստիկանը չէ, որ գրահում էր Մայրաթորի վրա։ Որ հիմա պատարագ։ Գիտեմ։ Հա, ոչ քահանան, հա, իսկ դեռ չեմ ասում։ Տեր Հովսեփն է։ Իդեպ այսօր առավոտյան մարզպետը Վեդու համայնքապետի հետ այցելել է իրեն, բայց հետո ասել են չենք խանգարի, պատարագը չենք միջամտի, դուք խաղաղ ձեր պատարագը մատուցեք։ Չէ, այդ նաև դիմացինից է, չէ, հոգևորական է մնում։ Դեր կանգնի իր եկեղեցու։ Այո, ճիշտ եք։